եւ նաեւ զուգահեռ կապցկացվի մեր հայ եկեղեցական բժշկության միջեւ, որոնք ունեն նույն մոտեցումը, նույն արմատը։ Ինչ վերաբերում է չինական, ասենք թե առողջարական մարմնամարզությունը, որը կոչվում է ցիգուն, այսինքն էներգիայի ոսկ։ Ցի դա էներգիան է, գուն ոսկն է, էներգիայի ոսկ։ Սա մեր օրգանիզմում արյունատար եւ նյարդային համակարգին զուգահեռ էներգետիկ համակարգ է, որը ունի իր հարստացման կենտրոնը, իր առողջարացման կենտրոնը եւ ունի իր որոշակի ազդեցությունը մեր կենսակերպի վրա, մեր առողջության վրա։ Ես իդեք ոնց շատ դեպքերում կան շարժումներ, վարժություններ, որոնք թվում են, որ ես ինչ ա որ, բայց այդ վարժությունները ունեն իրենց նպատակը։ Եթե դու իրան ճիշտ ես կատարում, ճիշտ կեցվածքով, ճիշտ մտքային դասավորվածությամբ եւ ճիշտ տեխնիկական կատարումներով, այդ դեպքում ստացվում է մի հետաքրքիր բան։ Ես օրինակ համար, երբ որ ձեզ ցույց տամ մի հատ վարժություն, երբ որ նայեք, ես թամենում ուղարկի նայեք, կատարեցի մի շարժում պահվածքով, այս վիճակում դա սխալ է, բայց եթե ես դա նույն բանը անեի, դատարկ մտքով, բայց լավ հիշողություններով, համապատասխան ճիշտ կազմակերպված շնչառություններով ոտերից դաստակը զուգահեռ, ապա մենք ստանանք մի էֆեկտ, երբ որ մենք որևէ նյութ ջրով լցված կամ թրծված ջրով լավ քամում ենք եւ արդյունքում ինչ ենք ստանում, ջուրը մեջից դուրս է գալիս։ Այսինքն երբ որ դուք ամբողջությամբ մարմինը ձգում եք ոտքի կրունկի այն հատվածից մինչև ուսի այս հատվածը, մենք ստանում ենք մի հետաքրքիր էֆեկտ, երբ որ ամբողջ արյունատար համակարգը սխմվում է, մարմինը ձգվում է եւ մարմինից սկսվում են դուրս պրծնել ծաղրուկների միջոցով տարբեր տեսակի օտար մարմիններ, թույներ, կրտինքի տեսքով եւ այլ տեսակի նյութային ոչ լավ բաներ, որոնք մենք պարունակում ենք մեր օրգանիզմի մեջ։ Երբ որ թույլատնում ենք, երբ որ այս վիճակից վերադառնում ենք եւ հադարտվում ենք, արյունը, որը այդ պահին սխմված եւ ուտակված էր, մեծ հարվածով սկսում է խփել եւ տարածվել ամբողջ մարմինով։ Ասեմ ձեզ հետաքրքիր մի բան, որ մեր մարմնի ծերացումը սկսվում է մեր արյունատար համակարգի մեղմելու պատճառով։ Սկնաշնաբար չորանում են արյունատարերը, չի սրբացվում մարմնի տարբեր տեսակները եւ այդ մասում սկսում են կնճռոտներ առաջանալ, եւ դա արդեն խոսում է նրա մասին, որ մենք սկսում ենք ծերանալ։ Թե ինչ նրբություններին ցիկուն հասկացությունը որպես առողջարական, մենք ունենք բանախոս, որը ձեզ դրա մասին մանրամասն կխոսա։ Ուղղակի պետք է հասկանաք, որ դա յուրահատուկ կետերի վրա ներազդման մեթոդիկա է, տեխնոլոգիա է։ Նույնը ունի նաև մեր նույն ազդեցությունը ունեն մեր ռազմապարերը։ Երբ որ մենք անընդհատ կատարում ենք թռչկոտումներ, վայրիչքներ, դուրսբերումներ, հարվածներ, մենք կատարում ենք որոշակի ազդեցություն տարբեր մեր վերջավորության ակտիվ էներգետիկ դաշտերի վրա, որոնք բերում են առողջացմանը։ Ես հետաքրքիր մի բան ասեմ ձեզ, մենք կարծում եմ դոլորներ հավանում ենք վրացական պարերը, շատ գեղեցիկ է, սիրուն պարեր են, բայց վրացական պարերը առողջարար չեն։ Վրացական պարերը դրանք տեխնոլոգիական հնարքների կիրառման պարեր են, ինչպես եւ բալետը, ինչպես եւ ակրոբատիկան, որոնք իրականում պահանջում են լուրջ ֆիզիկական ներդրում, բայց որևէ հետադարձ առողջության համար չի գա, այսինքն պարողը կամ մարզվողը կամ զբաղվողը այդ արվեստով միայն տալիս է իրանը, ոչինչ չստանալով դիմաց։ Ինչ է նշանակում մեր հայկական եկեղեցական առողջական համակարգը։ Սա աղոթքների մի համակարգ է, որի ժամանակ ուղղված նայած որ հիվանդության կամ որ հիվանդակի վիճակի համար եւ այդ աղոթքները համապատասխան ձևով են ձևավորվում, երբ լեզուն սկսում է աշխատել որոշակի ռիթմով ներազդելով տարբեր կետերի վրա եւ ոչ այն ձևով ոնց որ պահանջվում է մեր աստվածաշնչով, հա, համապատասխան բարի կետում կատարվում է շատ հստակ խաչակերպման ճիշտ տեսակը, որը ունի եւ արագ կատարման, դանդաղ կատարման, նայած ինչ
որակի աշխատանքներին կատարվում։ 90-ական թվականներին եկեղեցին փորձեց այդ տեխնիկաները ոնց որ Հայաստանում տարածել, բայց շատ արագ հայտնվեցին տարբեր տեսակի խաբի բաներ, շարլատաններ եւ եկեղեցական այդ խնդիրը եկեղեցականները վախեցան եւ անմիջապես գաղտնազերծեցին այդ ամեն ինչը, որպեսզի մարդիկ չսկսեն խաբել բնակչությանը եւ կամ դրան վաստակել կամ առողջության փոխարեն միայն վնաս բերել։ Ես հիմնականում տարա այս 3 զուգահեռները, որպեսզի դուք պատկերացնեք ինչի մասին ենք մենք ընդհանուր այսօր խոսել։ Մենք շատ կարճ ընթացքում նաև կցուցադրենք այն ամեն ինչը, ինչ ուզում ենք, որ դուք հասկանաք եւ պատկերացնեք, եւ ցուցադրումներից հետո մեր բանախոսների ելույթներից հետո, որոնց ես ամեն մեկի դեպքում ներկայացնեմ, մենք կբաժանվենք սրահներով